այստեղ տեսեք մի շատ կարևոր բանի մասին պետք է հստակ ասենք։ Խոսում եք, օրինակ լավ կլինի խոսենք տնտեսական ծրագրից, առաջարկ Հայաստանին, քաղաքական սերնդափոխություն, բան շատ լավ է ժողովուրդ, մենք էլ ունենք տնտեսական քաղաքականություն, բայց այսօր թիվ 1 հարցը ուրիշ է։ Թիվ 1 հարցը նա է, որ մենք դասական առումով սովորական ու շարքային ընտրությունների առաջ չենք կանգնած։ Մենք հիմա այսօր դասական չի, որովհետև որ հասական է, որովհետև մենք առաջին անգամ հերթական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում, որոնք ոչ մի խոսում չեն կատարում։ Բոլոր ընտրությունները հերթական են։ Մենք ունենք հանրային նվաստացում, ունենք հանրային նվաստացում, ունենք հազարավոր մարդկային կորուստներ, ունենք Արցախի կորուստ։ Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործունեության նկատմամբ այսօրվա իշխանությունների հանդուրժողականություն։ Դուք նվաստացված եք։ Ոչ նվաստված Հասան դուք նվաստացված եք։ Եվ այսօրվա հրավայականը դուք նվաստացված եք։ Պարոն Ղազարյան, եթե մի անգամ էլ ամբողջ մեջնա կանջատեմ։ Շատ բաների ընտրությունների հիմնական նպատակը նա է, որ քաղաքացիական պայմանագիրը իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիսանում է ազգային չարիք եւ պետք է հեռանա։ Այս դրա շուրջ պետք է համախմբում։ Պարոն Անանյանը, երբ որ պարոն Փաշինյանի մոտ աշխատում էր, էլի սենց էր մտածում։ Պարոն Փաշինյանի մոտ դուք եք աշխատում։ Դուք վիրանախարարն եք։ Ոչ, դուք կառավարության ղեկավարի աշխատողն եք եւ դուք ազատվել եք աշխատանքից։ Դուք կասեք ինչի համար եք ազատվել աշխատանքից։ Մի րոպե, լավ, Տիկին Գրիգորյանն է հիմա, հետո պարոն Ես Մանուկյան։ երկու րոպե մնացել եմ ինձ էր ուղղված։ Չէ, բամնացածը։ Տիկին Գրիգորյան։ Հարց ունեի, ասում եք դուք պատասխանեք, անցնենք առաջ։ Ասում եք հանրությունը նվաստացված է։ Հիմա կամ դուք հանրության մաս չեք, կամ նվաստացված եք։ Դուք նվաստացված եք։ Դուք նվաստացվել եք ամբողջ Աշխատված եք դիտողություն անելու։ Կամ նվաստացված եք, ընտրեք։ Նվաստացվել եք ամբողջ Դուք նվաստացված չեք։ Այո, ես նվաստացած եմ այնքանով, ինչքանով որ հանդիսանում եմ հայ ժողովրդին։ Շատ լավ, եկեք հետո կնվաստանանք։ Դատապարտեմ ձեր նման ապիկան իշխանությունների Տիկին Գրիգորյան, խնդրեմ։ Այո, դա նվաստություն է, ձեր նման իշխանությունները, դա նվաստացում է։ Բանում որ մարդ չհայտնվի ինտեղ։ Բայց ձեր Ասում եք չի հարց եք տալիս, ասում եք Այսինքն հարց եք տալիս մեջ պատասխան։ Միկրոֆոնը անջատեք, Սիմոնյանի միկրոֆոնը Այսինքն անջատեք ինձ հարց տվեք։ Մի րոպե։ Ավարտեցիք Տիկին Գրիգորյան։ Դուք նվաստացված եք, ես հպարտ Շատ լավ։ Հիմա լավ, վերջ։ մազոխիստ հպարտ։ Հպարտներով եւ նվաստներով վերջ։ Պարոն Մանուկյան։ Խնդրեմ պարոն Մանուկյան։ Մանուկյան, ներողություն եմ խնդրում, 15 վայրկյան ընդամեն Աննա ջան, շարունակես եթե կարելի արդեն հազիվ լռություն է։ Ես 10 վայրկյան ավարտում։ Ես կարդում եմ Ալեն Սիմոնյանի ինտերվյուից հատված։ Ախ դա իմ հայրենիքն է, բառացի եմ արտագրել։ Դա ինտերվյու չէ։ Հանգիստ։ Եվ փողզիջման մասին խոսք գնալ չի կարող, փողզիջում բառը ընդհանրապես պետք է անվի մեր խոսակցական։ Մեր դժբախտությունները սկսվել է գիտեք 19 թվականին այս մարտիկ մերժեցին երանախագահության 3 գերտերությունների առաջարկը։ Եվ հիմա ինչքան էլ գոռան, պատրոտ են իրանք, մեղքը սկսվել է այդտեղից։ Ինչքան ուզում ա թռնեք, Աննա ջան, խնդրեմ, շնորհակալություն։ Չէ, վերջ, ժամանակ անսպասելի։ Ես Աննայի ձայն կտամ։ Պարոն Սիմոնյանի հարցը, ում եք Միացրեք պարոն Սիմոնյանի եւ մյուսների միկրոֆոնները։ Հարցս Արման Աբովյանին է, Բարգավաճ Հայաստան կուսակցության, առաջարկ Հայաստանին, ես ուզում հասկանամ, տեսեք, ձեր երկրորդ համարը մեղադրվում է լրտեսության եւ դավաճանության մեջ։ Ըստ մամուլի ցուցակում եւս մի падգամավորի տեխնացու կա, որը նույնպես հնարավոր է ներգրաված լինի։ Ձեր մյուս ցուցակի անդամի Մարտու Գրիգորյանի տանը խուզարկություններ են։ Դուք Սպուտնիկ Արմենիայի աշխատակից եք, փաստացի Մարգարիտա Սիմոնյանի աշխատակիցն եք։ Գագիկ Ծառուկյանը ասում է Լուկաշենկոն իմ ընկերն է, Լուկաշենկոն ասում է ես հարձակվել եմ Ադրբեջանի հետ Հայաստանի վրա։ Ո՞րն է ձեր առաջարկը։ Ավելի լավ մարդ աշխատի Սպուտնիկ Արմենիա գործակալությունում, քան
Էրդողանի կամ Ալիևի, սա ձեզ։ դուք Պարզապես Սիմոնյան, Չէ, Սիմոնյան, Սիմոնյան, մեկ րոպե համբերեք։ Մի րոպե, պարոն Աբովյան, մի րոպե, վերականգնեք պարոն Աբովյանի ժամանակը, խնդրում եմ, մի ընդհատեք, կավարտի ընդհանուր քննարկում կունենանք։ Մեկ րոպե, խնդրեմ։ Իսկ ինչ ավելի լավ մարդ աշխատի միտեղ, որտեղ պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության շահերը, կամ աշխատի Էրդողանի կամ Ալիևի մոտ։ Սա մեկ, երկրորդը, կներեք, այդ նույն Անդրանիկ Թևանյաններ, ում ձեր ղեկավարը Փաշինյանը միտինգի ժամանակ հայտարարեց, որ ինքը լրտես, այսինքն ածեն չեկավ տուն, ինքը միտինգի ժամանակ հայտարարեց, հետո անցավ 1.5 օր եւ 1.5 օրվա ընթացքում Անդրանիկ Թևանյանը լայվ ամտնում, ասում է երբ եք գալիս ինձ բռնեք տանեք, ինչի չեք բռնում, այդ Անդրանիկ Թևանյանի մասին է, չէ խոսքը, կամ երբ որ խոսում եք լրտեսության մասին, ներողություն, դուք եթե չեմ սխալվում ազգային ժողովի նախագահն եք։ Անմեղության Թե մի րոպե, մի վարքյան, էլի, մի վարքյան։ Դուք դատավոր եք, դատախազ եք։ Մի հատ ձեր թիմը թափ տվեք, լավ թափ տվեք։ Հավատակ, չէ դե լավ, սենց ասեմ։ Հիմնավոր կասկածներ ունեմ, որ նվազագույնը կեսը լրտեսներ են, կասկածում եմ։ Արձագանք, այնուամենայնիվ Լուկաշենկոն, որը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարձակվել են Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի վրա, Ծառուկյանի ընկերն է թե ոչ, Մարգարիտա Սիմոնյանից ինչքան աշխատավարձ եք ստանում, որովհետեւ դուք գրանցված աշխատող եք Սպուտնիկ Արմենիայում, իսկ մնացածը պարզ արդեն այս 5 տարի այդ նույն բաները ասվում են, դրան արձագանքել կա։ Այդ երկուսը ինչ վերաբերում է ձեր ասած անմեղության կանխավարկած, ես ասել եմ, որ մեղադրվում է։ Իդեպ ասեմ, հետաքրքիր է լրտեսության եւ պետական դավաճանության համար խստացումը բերելա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մի բան երևի աշտեր ներկայացնել։ Հիմա հարցից պատասխանեք, պարոն Աբովյան ջան։ Պատասխանում եմ, չեք թողում։ Ինչքան աշխատավարձ եք ստանում Սպուտնիկ Արմենիայում, դուք գրանցված եք։ Սպուտնիկ Արմենիայում ես ստանում եմ։ Գագիկ Ծառուկյանը, Բայց ասացիք, պարոն Սիմոնյան։ Ալո, ես տե եմ։ Ռուսերենի մի անցեք, մեկը Էդի ալոն ռուսերեն չի։ Խորանամ ես Լավ, պարոն Աբովյան, ըստ էության ժամանակ չկա։ Խնդրեմ, պարոն Ղազարյան, ձեր ձայն չեն տվել լրություն։ Տիկին Խաչատրյան։ Առաջին հերթին, ես Մարգարիտա Սիմոնյանից չեմ ստանում աշխատավարձի տարբերություն ձեզ ով ստանում աստ երևույթի, չգիտեմ, կարող է Ընտրեք ձեր տարատեսակ դատի կտամ, եթե ինչ-որ բան ասեք, որը ձեր դատի տալու հարց չի։ Պարոն Ղազարյանը գիտի, որտեղ մեծ փորձ կա դատի։ Ինչ վերաբերում է մնացած հարցը, իսկ գիտեք ինչն է բանանում, դուք ունեք պրետենզիա Լուկաշենկոին, բայց Ալիևին պրետենզիա չունեք։ Դուք ունեք պրետենզիա Ծառուկյանին, չլսեք ինձ, ու դուք չունեք պրետենզիա Էրդողանին։ Մենք բոլորի Էդ է շատ հետը, չունեք։ Ոնց թե չունեք։ Ձեզանից չի, ձեզանից քիչ եմ ստանում։ Մեր վրա հարձակվող հասկացա։ ընկերը թե ոչ։ Տիկին Մեր վրա Խաչատրյան։ հարձակվող, դու եք ձեր վրա հարձակվող մարդուն։ Ընկեր Սիմոնյան, քաղաքացի Սիմոնյան։ Հարևան։ Պարոն Աբովյան, Տիկին Խաչատրյան։ խնդրեմ Տիկին Խաչատրյան։ Լրություն։